Հրապարակը գրում է. հոկտեմբերի 16-ին ԱԱԾ-ն Շենգավիթի դատարանի մոտից ասֆալտին փռելով բերման էր ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Թերթին պատմել են, որ Կոչուբաևին ոստիկանության այն մեքենայում, որով տեղափոխել են քննչական կոմիտե, բռնության են ենթարկել, հարվածներ հասցրել։ Եվ եթե բերման ենթարկելու process-ը տեսագրվել է, ապա բնականաբար մեքենայում տեղի ունեցածի տեսագրությունը չկա, սակայն թերթի աղբյուրները հաստատել են դա։ Փաստը գրում է. 3 դաշտ նետվեցին հոգևորականների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ։ Ինչ որ առումով դրա ազդակն արդեն տրվել էր։ Երեկվա արտանետված խոսակցությունները ներեկեղեցական հարաբերությունների թեմայով էին։ Կարող է նախնական տպավորություն ստեղծվել, որ տարածվող ձայնագրությունը զրուցակիցներից մեկն է արել եւ հիմա հանրայնացնում է։ Բայց հաշվի առնելով, որ մեկ խոսակցության մասին չէ խոսքը, կա նաեւ մեկ այլ զրուցակից, պետք է ենթադրել, որ գործ ունենք գաղտնալսված հեռախոսային խոսակցության եւ դրա մշակած ձայնագրության հանրայնացման հետ։ Իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակում ու տարածում է, դրանք փաստացի օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական գործիք։ Հրապարակը գրում է. սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում։ Շատերն ապշած էին, ինչպես կարող է դատավորը կարմիր գծեր սրբություններ չունենալ։ Օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։ Մի առիթով թերթը գրել էր, որ Մելքոնյանի բարոյական նկարագիրը եւս քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում։ Ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։ Պարզվում է, որ համակարգում Մելքոնյանը սպիտակ ագրավի կարգավիճակ ունի։ Նրանից երես են թեքել երբեմնի ընկերները, չեն շփվում հետը։ Բոլորին կալանք տալու նրա որոշումները դատավորները մերժում են, անգամ վաղեմի ընկերներն են խուսափում շփվել նրա հետ։ Թերթը հիշեցնում է, որ նա Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ է եղել։ Դատավոր դառնալուց հետո ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել բազմաթիվ անմեղ մարդկանց նկատմամբ, այլև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը Գարի Գալեյանին է դատել։ Ժողովուրդը տեղեկացել է, որ առաջիկայում ազգային ժողովում թեժ քննարկումներ են սպասվում։ Նախատեսված է հոկտեմբերի 27-ից սկսել 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը, որի բացումը պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Հոկտեմբերի 27-ից կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, կոմիտեների հանձնաժողովների ղեկավարները եւ մի շարք այլ պաշտոնյաներ ազգային ժողովում կզեկուցեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին, օրենքի նախագծով նախատեսված եկամուտների եւ ծախսերի մասին։ Բացի Նիկոլ Փաշինյանից մինչեւ նոյեմբերի 11-ը նախատեսված է տարբեր գերատեսչությունների ղեկավարների այցը խորհրդարան, որտեղ կառավարության անդամները պետք է իրենց տարեկան ծախսերը ներկայացնեն։ Հոկտեմբերի 21-ից էլ մեկնարկում են ԱԺ նիստերը, որոնք եւս իրենց բնույթով թեժ են լինելու, հաշվի առնելով երկրում տիրող լարված մթնոլորտն ու ամենօրյա կալանավորումները։ Հրապարակը գրում է. իշխանությունը չի կողմնորոշվում գնալ արտահերտ ընտրության թե ԱԿԱ-ին Արկադի Փելեշյանին պահել մինչև հաջորդ ժամկետ, որ ընտրություններում իրեն ծառայի։ Օրերս վարչական վերաքննիչ դատարանը կարճել է Վանաձորին վերաբերող գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավականին համայնքապետ ընտրի։ 2021-ին ընտրված թեկնածու Մամիկոն Ասլանյանի կալանավորումից հետո Փաշինյանն ու դաշնակիցները դատական հայցերով կասեցրին համայնքապետին ընտրելու հարցը, ապա օրենքի փոփոխությամբ համայնքապետ նշանակվեց կրիմինալ համբավ ունեցող ական, որը ընտրվել է հասկից։ Եթե այս անգամ դատարանի որոշումը չբողոքարկեն, ապա ըստ օրենքի ավականին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրի։ Եթե նիստ քվեարկություն չկայանա, ավականին կցրվի եւ ընտրություններ կանցկացվեն։ Առայժմ հայտնի չէ, որ ճանապարհը կընտրեն։ Փաստը գրում է. իշխանության վարկանիշը բավականին ցածր է եւ դա իհարկե Նիկոլ Փաշինյանին շատ է մտահոգում։ Իշխանությունը խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը հենց իրենց պատկերացմամբ շատ ավելի գոյաբանական խնդիր է, քան քաղաքական։ Նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ԿՊ-ն դեռևս 2024 թվականի սկզբից են մտել նախընտրական տրամադրությունների մեջ։